Խորհուրդ ծնողների էջն է մեր եթերում, ինչ թեմային անցնել է հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունն իր Քանբեբե ապրանքատեսակով բնական բաղադրիչներով մշակված Քանբեբե վարտիք տագդիները հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Սեռահասունացումը երեխայի զարգացման բնականon եւ կարեւոր փուլերից է, սակայն երբ այն սկսվում է չափազանց վաղ կամ ուշանում է, բնականաբար կարող է որոշ խնդիրների, հորմոնալ խանգարումների կամ հիվանդությունների ինչ ոչ նշան լինի կամ հետևանք։ Այնպես որ այսօր կքննարկենք սեռահասունացման վաղաժամ կամ ուշացած լինելը, մեր հյուրը կմեկնաբանի շատ հարցեր, որոնք ձեր կողմից մեզ ուղարկվել են։ Այս հարցի շուրջ լուսաբանում կտա Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մեծահասակների եւ մանկական բժիշկ էնդոկրինոլոգ Դալար Թումասյանը։ Ողջույն բժշկուհի Թումասյան։ Ողջույն։ Մենք եւս մեկ անգամ անդրադարձել ենք այս հարցին, այսօր եւս կուզեմ խոսենք արդեն ոչ թե բնականon միայն ընթացքի մասին, այլ ինչ պետք է ծնողը անի ուշացման կամ վաղ սեռահասունացման մասին։ Եկեք խոսենք նախ այն մասին, որն է կոչվում վաղաժամ եւ որն է ուշացած սեռահասունացում։ Նախ եկեք հասկանանք որն է համարվում նորմալ սեռահասնացում, որպեսզի հասկանանք որն ենք համարում շուտ կամ ուշ։ Նորմայում աղջիկների դեպքում սեռահասնացման սկիզբը մենք գնահատում ենք կրծքագեղձերի մեծացմամբ եւ նորմալ է համարվում 8-ից 13 տարեկանում սեռահասնացում աղջիկների պարագայում։ Իսկ տղաների դեպքում սեռահասնացման սկիզբ համարում ենք ամորձիների ծավալի մեծացումը եւ տղաների դեպքում նորմալ սեռահասնացում համարվում է 9-ից 14 տարեկան ժամանակահատվածում սեռահասնացման սկիզբը։ Հետեւաբար երեխաների մոտ սեռական հատկանիշների առաջացումը համապատասխանաբար աղջիկների դեպքում կրծքագեղձերի մեծացումը, տղաների դեպքում ամորձների մեծացումը տվյալ ժամանակահատվածից շուտ 8-ից շուտ համարվում է վաղաժամ, աղջիկների դեպքում 9-ից շուտ տղաների դեպքում, իսկ 13-ից ուշ ուշացած աղջիկների դեպքում, 14 տարեկանից ուշ ուշացած տղաների դեպքում։ Այ հետաքրքիր է սովորաբար որ փուլում են կամ ինչ ախտանշանների ու գանգատների դեպքում կարող են ծնողները դիմել։ Վաղաժամ սեռահասնացման դեպքում նախ պիտի նշեմ, որ դա առավել հաճախ հանդիպում է աղջիկների դեպքում։ Վաղաժամ սեռահասնացման դեպքում նախ պիտի նշեմ, որ առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ։ Եվ ծնողները նկատում են օրինակ կրծքագեղձերի մեծացում, նկատում են թեփատակերի ցայլային շրջանի մազակալում կամ նկատում են, որ երեխան կտրուկ սկսում է բոյովանալ։ Իհարկե պիտի նաև նշեմ, որ օրինակ ավել քաշ ճարպակալում ունեցող աղջիկների դեպքում, քանի որ կրծքագեղձերի հատվածում ունենում ենք ճարպային հյուսվածքի կուտակում, դա ծնողները կարող են շփոթել իսկական սեռահասնացման հետ, բայց բնականաբար դա դրա մասին չի վկայում։ Նաև երբեմն լինում են դեպքեր, օրինակ 1 տարեկանում, 2 տարեկանում կամ մի քանի ամսեկանում աղջիկներին բերում են ինձ մոտ զննելու, որովհետև նկատում են կրծքերի մեծացում։ Կուզեմ նաև նշել, որ դա համարվում է նորմալ, որովհետև փոքրիկ երեխաների մոտ մենք ունենում ենք մեծ քանակությամբ սեռական հորմոնների արտադրություն, որպեսզի հետագայում սեռահասնացման process-ը հարթ ընթանա։ Եվ նման դեպքերում մենք բուժում իհարկե չենք նշանակում, ընդհանրապես սահմանում ենք հսկողություն։ Իսկ մնացած բոլոր դեպքերում, եթե դա ինքնուրույն անցնում է։ Այո, դրա համար մենք չենք անհանգստանում, դա ֆիզիոլոգիական վիճակ է, կոչվում է մինի պուբերտատ, մինի սեռահասնացում երեխաների շրջանում։ Բայց երբ գործ ենք ունենում իսկական վաղաժամ սեռահասնացման հետ, իհարկե մենք հետազոտություններ ենք անցկացնում եւ հաստատում ենք վաղաժամ սեռահասնացումը, նման դեպքերում մեզ անհանգստացնում է երեխայի վերջնական հասակը, որովհետեւ ժամանակից շուտ արտադրվող սեռական հորմոնները բերում են ոսկրերի ժամանակից շուտ հասունացման, ոսկրերի աճման գոտիների փակվելուն եւ երեխան այլևս շատ բոյովանալու տեղ չի ունենում։ Ուստի երեխայի վերջնական հասակը սպասվելիք հասակից ավելի ցածր է լինում։ Ինչպես եք դուք վարվում բժշկուհի այս դեպքում ու հետաքրքիր թե տղաների թե աղջիկների դեպքում արդյոք կա ինչ-որ ունիվերսալ միջոց, դա դեղամիջոց է, էլի այլ մոտեցումներ են, որոնք կխնդրեի լուսաբանել։ Եվ տղաների եւ աղջիկների դեպքում կա պրեպարատ, որի միջոցով մենք կարողանում ենք կանգնեցնել սեռահասունացումը։ Իհարկե նման դեպքերում ծնողներին միշտ անհանգստացնում է դեղորայքով միջնորդելու սեռահասնացումը կանգնեցնելու դեպքում մենք հետագայում որևէ խնդիր չենք ունենա, չենք բացասաբար ազդի սեռահասնացման process-ի վրա, բայց ուզում եմ նշել, որ միանշանակ դա արվում է մանկական էնդոկրինոլոգի հսկողությամբ եւ մենք դեղորայքը դադարեցնելուց հետո ունենում ենք նորմալ սեռահասնացման ընթացք, որովհետեւ դեղորայքը դադարեցնելուց հետո սեռահասնացումը շարունակվում է այն կետից, որտեղից մենք այն դադարեցրել էինք։
Շատ լավ ու ինձ թվում է կարևոր միտք է, որ շատ ծնողներ հիմա կլսեն, այսինքն եթե այդ պրեպարատը դեղամիջոցը կամ համապատասխան բուժումը նշանակվել է բժշկի կողմից դա խիստ հիմնավոր է եւ տարածված, այսպես ասած, մոտեցում է միջազգային, ինչպես հասկանում եմ, որը պետք է անել, որովհետեւ կարող է դրա հետևանքով օրինակ երեխայի հասակը կանգնի, որը եւս ոչ ցանկալի հետևանք կարող է ունենալ։ Կա որևէ խորհուրդ բժշկի, որ դուք այս պահին կհնչեցնեք ծնողներին, եթե նկատում են իրենց երեխայի մոտ վաղաժամ ցերահասունացում կամ հակառակը ուշացած։ Միանշանակ ցանկացած կասկածի դեպքում պետք է ներկայանալ բժշկի, ցանկալի է մանկական էնդոկրինոլոգի, որովհետև շատ կարևոր է այս դեպքում երեխային զննելը, որովհետև միայն բժիշկը կարող է գնահատել սեռահասունացման սկիզբը երեխայի մոտ։ Եվ անդրադառնանք նաև ուշացած սեռահասունացմանը, որ դեպքում է ավելի հաճախ օրինակ տղաների թե աղջիկների դեպքում եւ էլի ինչ նշաններ կան ուշացած սեռահասունացման դեպքում։ Ուշացած սեռահասունացումը ի տարբերություն վաղաժամի ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ, բայց շատ հաճախ լինում է նորմայի տարբերակ։ Մենք դա կոչում ենք կոնստիտուցիոնալ սեռահասունացման հապաղում, երբ ուղղակի որոշ տղաներ ուշ են մտնում սեռահասունացման փուլ ու հետեւաբար ուշ են սկսում հասունանալ եւ նաեւ բոյովանալ։ Բայց նաեւ կուզեի զգուշացնել ծնողներին, որ տղաների դեպքում, եթե օրինակ մինչեւ 14-15 տարեկան սեռական հատկանիշներ չի նկատվում, մազակալում, ամորձների ծավալի մեծացում, ձայնի փոփոխություն, հասակի ավելացում, միանշանակ պետք է դիմել մասնագետի, որպեսզի բաց չթողնենք որևէ հորմոնալ խանգարում, ամորձների զարգացման խնդիրները եւ այլն։ Շատ լավ, խոսենք նաև աղջիկների մասին, աղջիկների դեպքում այս ուշացած սեռահասունացումը ինչպես նկատել ու ինչ անել նկատելու դեպքում։ Աղջիկների ուշացած սեռահասունացման դեպքում կուզեի ծնողներին զգուշացնել, որ օրինակ եթե 15 տարեկան աղջկա դեպքում դեռ չկա դաշտոնային ցիկլ, միանշանակ պետք է կրկին անհանգստանալ եւ դիմել մասնագետի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր լուսաբանման համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք երեխաների վաղաժամ եւ ուշացած սեռահասունացման մասին։ Մասնագետը հատկապես փաստեց, որ դեպքերում է պետք մի փոքր ավելի ուշադիր եւ հետեւական լինելու, բաց չթողնել այդ շրջանը, թե վաղաժամը կարող է բերել նրան, որ երեխայի մոտ հասակի ձևավորման կանգ լինի կամ հակառակը ուշացման դեպքում պետք է կարիք լինի դիմել մասնագետի եւ համապատասխան բուժում ստանալ, բայց ամենակարևոր միտքը, որ պետք չէ խոչապի մատնվել, ուղղակի հետեւողական լինել, որ այս փուլերը իրար բնականon հաջորդեն։ Հակառակ դեպքում կարող եք հանգիստ դիմել մասնագետի։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով բնական կոնցեպտով պատրաստված տաղդիր վարտիքները հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Գնացինք առաջ։